also you touched upon the point that that what's happening in Armenia. Դուք անդրադարձաք այն կետին, որ Հայաստանում տեղի ունեցողը ըստ էության կապիտուլյացիա է Ադրբեջանի պահանջների առաջ, քանի որ հայ առաքելական եկեղեցին այնպիսի հաստատություն է, որը ըստ էության խոչընդոտ է հանդիսանում ադրբեջանցիների պահանջների համար, եւ հետաքրքիր է, որ սա կարող է անեկդոտային լինել, բայց երբեմն պատահականություններ չեն լինում, ամեն անգամ, երբ Կովկասի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Ալլա Շուքուր Փաշազադեն հայտարարություն է անում, 2 կամ 3 օր անց մենք տեսնում ենք հայ հոգևորականների հետագա ձերբակալություններ, տեսնում եք կապը? Further arrests of Armenian clerics. Do you see a connection there? Yeah, of course I see a connection. What seems to be happening is what I call the Azerbaijanization of Armenia. Այո, իհարկե, ես տեսնում եմ այդ կապը։ Այնինչ կարծես թե տեղի է ունենում, ես անվանում եմ Հայաստանի ադրբեջանացում, եւ դա Ադրբեջանի խաղաղության պայմանն է։ Այսպիսով զիջում առ զիջում է արվում, եւ այդ զիջումները, երբ միասին ուսումնասիրում ենք, հասկանում ենք, որ հայկական պետությունը կորցնում է իր եզակի հայկական բնույթը, հոգեվոր ժառանգությունը, եւ դա բացում է դուռը քաղաքական ադրբեջանացման համար։ And it opens the door to the political Azerbaijanization, in other words, the authoritarian style of. Այլ կերպ ասած, կառավարման ավտորիտար ոճը, որը դուք հանդիպում եք Թուրքիայում եւ Ադրբեջանում, դառնում է չափանիշ Հայաստանում, կա հույս, բայց ես չեմ կարծում, որ դա ինչ-որ բանի կվերածվի։ Ես կասկածներ ունեմ, սա որակում եմ պատրանք, որ մեծ քանակի փող է հոսելու Հայաստանում, եթե այս զիջումները կատարվեն։ All kinds of money is going to pour into the country if these concessions are made. So those open borders and money and business and economic development. Yes, and the business, the money is going to come not primarily from the United States. Գործարարությունը փողը հիմնականում չի գալու Միացյալ Նահանգներից կամ Եվրոպայից, այն գալու է հենց Ադրբեջանից, այն գալու է Թուրքիայից, այն գալու է ծոցի երկրներից, եւ եթե դուք ունեք սահմանների լիակատար բացում, մարդկանց ապրանքների փողի ազատ տեղաշարժ եւ այլն, ով է տիրապետելու Հայաստանին 2 տասնամյակ անց, 1 սերունդ հետո, ով է տիրապետելու Հայաստանին, ով է ապրելու Հայաստանում, եւ կարող եմ պատկերացնել, հուսով եմ դա տեղի չի ունենա, բայց կարող եմ պատկերացնել մի ժամանակ, երբ 1 սերունդ հետո Հայաստանում կլինեն հայկական գետոներ կամ հայկական շրջաններ։ Սա է այսօր տեղի ունեցողի տրամաբանությունը։ Էրդողանի եւ Ալիևի նման մարդիկ գիտեն դա։ Ես կասկածում եմ, չեմ կարծում, որ առաջիկայում Հայաստան ներխուժում կլինի։ In Armenia. That's the logic of what is happening. Ինչ անհրաժեշտություն կա հիմա դա անելու։ Մարդիկ հաճախ վախենում են, որ Ադրբեջանը կրկին կհարձակվի եւ նրանք կարող են դա անել, բայց ես կարծում եմ, որ նրանք պետք է հասկանան, որ դա այս պահին նպատակահարմար չէ։ People are often afraid that Azerbaijan will attack again, and they may well do it. But I would have thought that they must know that it's not necessary. Իսկապես այդպես է թվում։ Մանավանդ այսպես կոչված խաղաղության խաչմերուկի համատեքստում, որ շատ բարդ է ու չլուծվող հարցեր կան հայկական, ադրբեջանական եւ թուրքական կողմերի միջև, որոնք պետք է կարգավորվեն։ Եվ սովորաբար նման բաները տեղի են ունենում երկխոսության եւ փոխադարձ զիջումների միջոցով։ Այս համատեքստում մենք տեսնում ենք, որ հայկական կողմը պարզապես ամեն ինչ զիջում է։ Այսպիսով բնականաբար կարելի է պնդել, որ սա խաղաղության է հանգեցնելու, բայց ինչ տեսակի խաղաղություն է, երբ Հայաստանը հանձնվում է յուրաքանչյուր պահանջի առջև, եւ ինչպես ասեցիք, կարճ ժամանակ, եթե Հայաստանը այլևս չի լինի անկախ հայկական պետություն, այն միայն անունով կմնա Հայաստան, արժե գնալ այդ խաղաղությանը, եւ սա այն հարցն է, որը մենք հաճախ տալիս ենք ինքներս մեզ եւ խնդրում ենք մեր հերոստատիտողներին եւ ի վերջո խնդրում ենք հայ ժողովուրդը ինքը իրեն հարցնի որոշելու համար, թե որ ուղղությամբ են ստիպելու գնալ Հայաստանի կառավարությանը։ Վերջերս մենք տեսանք մի բան, հետաքրքիր էր, որ եւս մեկ ապացույց էր այն բանի, որ Հայաստանի կառավարությունը անվերապահորեն կատարում է Ադրբեջանի բոլոր պահանջները։ Ես հիմա չեմ հիշում նրա անունը, բայց վերջերս մի ակտիվիստ մասնակցեց Երևանում կայացած համաժողովին եւ մի քանի լրատվամիջոցներ հայտնեցին, որ նա իրականում այն մարդկանցից մեկն էր, որը խորապես ներգրավված էր Արցախի շրջափակման մեջ։ Հետո կառավարությունը նրան հրավիրեց որպես այնտեղ գտնվող խմբի անդամ, այնպես որ գիտեք, վերադառնում ենք ձեր հարցին, արդյոք Ադրբեջանը պետք է հարձակվի, երբ հայկական կողմը ըստ էության հանձնվում է նրանց բոլոր պահանջներին։ Եվ հարցն այն է, թե արդյոք այդ խաղաղությունը,
այդ տեսակի խաղաղությունն է, որին հայ ժողովուրդը պետք է կողմ լինի։ Գիտեք, մենք տեսնում ենք, որ Արցախի եւ Հայաստանի շահերից շատերը դրվել են զոհասեղանին հիմա։ Բայց ինչ եք կարծում, որն է այս ամենի տեղի ունենալու ամենագլխավոր պատճառը։ Խոսքը նավթի մասին չէ, մենք անդրադարձել ենք, բայց ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները եւ մասնավորապես Արևմուտքը տասնամյակներ շարունակ փորձել են ավելի մեծ ազդեցություն ունենալ հետխորհրդային տարածքում։ Շատերը պնդում են, որ Ուկրաինայի պատերազմը ակնհայտորեն Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային ՆԱՏՕ-ի մեջ ներգրավելու փորձերը եւ դրան Ռուսաստանի արձագանքը տարածման արդյունքն է։ Բնականաբար դուք գիտեք, որ դա նրանց անվտանգության շահերից չի բխում։ Կարծում ենք, մենք դա տեսնում ենք նաեւ Կովկասում եւ ցավոք Արցախը եւ հայ ժողովրդի շահերը տարածաշրջանի հնարավոր ապառուսականացման մեջ ուղղակի կողմնակի վնաս են։ Դուք տեսնում եք դա։ Sure, there's a great game going on, and it affects Ukraine, it affects Moldavia, it affects really the whole. Իհարկե, մեծ աննախադեպ խաղ է ընթանում, եւ դա ազդում է Ուկրաինայի, Մոլդովայի վրա։ Այն ազդում է իրականում Խորհրդային Միության ամբողջ տարածքների վրա։ Եվ Ամերիկայի ռազմավարական շահագրգռվածությունն է թույլատրել Ռուսաստանը դուրս բերել Ռուսաստանը այս տարածքներից, եւ նա օգտագործում է տարբեր միջոցներ դա անելու համար։ Եվ Ռուսաստանը Ուկրաինայի դեպքում ունի իր շահերը եւ պատրաստ է կռվել դրանց համար։ Հուսով եմ եւ աղոթում եմ, որ դա տեղի չի ունենա Հայաստանում, բայց դա կարող է տեղի ունենալ նաեւ Հայաստանում։ Մենք չգիտենք, թե ինչպիսին կլինի Ուկրաինայի պատերազմի արդյունքը։ Այս պահին Ռուսաստանը չունի այնպիսի ուժ ու դիրք Հայաստանի վերաբերյալ լուրջ քաղաքականություն վարելու համար։ Չի կարող որոշել, թե ինչ կարող է անել 1-2 տարի հետո։ Մենք չգիտենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Սա շատ վտանգավոր խաղ է, որը տարիներ շարունակ խաղացվում է։ Ես սառը պատերազմի ժամանակահատվածում եմ ապրել, երբ արշավ էր գնում Խորհրդային Միության դեմ, բայց պետք է զգույշ լինել չափից շատ չխառնվելուց։ Սա է իրականությունը։ Այն տարածաշրջանային տերություն է եւ պետք է որոշակի հարգանք ցուցաբերել։ Հայաստանը դեռևս տնտեսապես կախված է Ռուսաստանից, բայց դա մեր շահերից չէ։ Սա CSI-ի գործը չէ։ Դժվար է ասել, Ռուսաստանը ավելի ուժեղ ձեռք ունի, քան Հայաստանը կամ Վաշինգտոնը, բայց այս խաղը խաղացվում է։ Սա շատ վտանգավոր խաղ է եւ հենց դա է ծայրահեղ հետաքրքրություն առաջացրել Վաշինգտոնում։ Whether Russia has a stronger hand than Armenia or Washington. But this game is being played. It's a very dangerous game, and that is what Եվ ինչ է ակնկալում Հայաստանը այս պարագայում, որ հարցը կկարգավորվի։ Միացյալ Նահանգները խաղաղություն է ուզում, չի ցանկանում պատերազմ այս տարածքում որևէ գնով։ Եվ Թոմ Բարաքը, Միացյալ Նահանգների դեսպանը Թուրքիայում եւ Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդը, որոշ առումներով նաեւ մեծ հատուկ դիվանագետ է, որը իր գործառույթի շրջանակներում զբաղվում է նեո-օսմանյան աշխարհով, եւ նա ոչ այնքան վաղուց խոսել է տարածաշրջանի մասին ընդհանուր առմամբ, եւ ասել, որ խաղաղությունը պատրանք է։ Այսպիսով, եթե Միացյալ Նահանգների Սենատի ներկայացուցիչը ասում է սա, մենք պետք է մտածենք խաղաղության մասին, այս ամբողջ խոսակցությունների մասին, արդյոք դա պատրանք է։ Եվ հետո նա բացատրում է, թե իրականում ինչ է խաղաղությունը իր կարծիքով։ Խաղաղությունը հնազանդություն է, ավելի թույլ տերությունների հնազանդությունը ավելի ուժեղ տերությանը։ Ահա թե ինչ է նա պահանջում Սիրիայի ժողովրդից, քրիստոնյաներից եւ այլն, որ նրանք պետք է ենթարկվեն պարոն Ալ-Ջոլանիին, եւ սա է նրա խաղաղության բաղադրատոմսը։ Peace is, in his view, peace is submission. Եվ իհարկե թուրքերից, քանի որ պարոն Ալ-Ջիլանին Էրդողանի եւ թուրքերի համակիրն է։ Նույնը վերաբերում է նաեւ Երևանին։ Նա ակնկալում է, որ այս պարագայում ավելի թույլ կողմը Հայաստանը պետք է ենթարկվի ավելի ուժեղ թուրքական, իսլամական տերությանը, եւ դա կբերի խաղաղություն։ Խաղաղության հին ձևի մասին խոսելը ավելորդ է արդեն։ Այն է խաղաղություն արդարության սկզբունքներով իրական հաշտեցման վրա հիմնված խաղաղություն, որտեղ երկու կողմերն ասում են. եկեք դադարեցնենք այս կռիվը, եւ դուք գնում եք փոխզիջումների, եւ դուք գտնում եք միասին ապրելու միջոց հիմնված հաշտեցման վրա։ Հաշտեցում բառը այլևս չի լսվում։ Ամեն ինչ ուժի հարց է, որը ճիշտ է, եւ ուժը կհաստատի խաղաղություն ցանկացած պայմաններով, որոնք նա համարում է նպատակահարմար։